Ողջույն Եվրոմեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել ենք Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին։ Բարև ձեզ, պարոն Բաբուխանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Որպես Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը, ինչ եք մտածում ներքաղաքական ներկա խմորումների մասին, ինչու ձեզ հանդիմությունը չի կարողանում միավորվել եւ արդյոք կա այսօր իրոք այդպիսի հրամայական։ Հրամայականը կա, որովհետեւ Նիկոլը անցել է բոլոր կարմիր գծերը։ Այսինքն նոր չէ, որ անցել է, բայց իր հերթական, ուրեմն ամեն անգամ նոր կարմիր գիծ է անցնում։ Արցախից հետո իհարկե կարմիր գծերը արդեն այնքան են տրորվել սահմանադրությունների հետ, որ արդեն չափուսահման չկա, բայց եկեղեցու դեմ իր այս արշավը ցույց է տալիս, որ նա գնում է, ինչպես ասում են, վաբանկ, այսինքն կամ կործանվի Հայաստանը, կամ կկործանվի ինքը։ Եվ իհարկե ընդդիմությունը պետք է որ միավորվեր այս ընթացքում, վաղուց պետք է միավորվեր, ցավոք սրտի միավորվելը քիչ է, միավորվելուց պետք է ունենալ ծրագիր, ինչի շուրջ են միավորվում։ Փորձը ցույց է տալիս, որ զուտ ուրեմն դուրս գալ փողոց եւ գոռալ Նիկոլ Դավաճան, Նիկոլ հեռացիր, դրանով հարցը չի լուծվում։ Հարցը լուծելու համար, այսինքն Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար պետք է լինի ինչ որ ծրագիր, օրինակ impeachment-ը։ Impeachment-ը դա այն ծրագրերից մեկն էր, որով առաջարկվում է, գոնե առաջարկվում է այդ ծրագրով գնալ։ Մենք առաջարկում ենք վաղուց մի այլ ծրագիր, որով ամբողջ ընդդիմությունը դուրս գա խորհրդարանից, մանդատները դնի վայր եւ ուրեմն ի նշան կտրուկ անհամաձայնության, ուրեմն հրաժարվի որևէ շփումից Նիկոլի եւ Նիկոլի թիմի հետ, որովհետեւ քանի դեռ Հայաստան դաշինքը գտնվում է որպես գլխավոր ընդդիմություն գտնվում է պարլամենտում, աշխատում է հանձնաժողովներում, աշխատում է բյուջեի վրա, աշխատում է ուրեմն գործուղումներում եւ այլն, դա նշանակում է, որ գործում է սովորական պարլամենտական ընթացակարգ, որտեղ կա իշխանություն, կա ընդդիմություն, ժամանակ առ ժամանակ նրանք իրար հետ վիճում են, ժամանակ առ ժամանակ նրանք իրար հետ նույնիսկ վիրավորում են միմյանց, սա սովորական քաղաքական գործընթաց է։ Հայաստան չի գտնում սովորական վիճակում, որ գնան աշխատեն, աշխատավարձ ստանան ընդդիմադիրները։ Եվ ուրեմն դրանով օրինականացնեն Նիկոլի այս ապօրինությունները։ Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակում։ Հայաստանի իշխանությունը զավթված է, անօրինական կերպով զավթված է Նիկոլի եւ նիկոլականների կողմից։ Եվ աշխատել նրանց հետ, գտնվել նրանց հետ մի շենքում, քննարկել նրանց հետ օրենսդրական նախաձեռնություններ, դա իհարկե անթույլատրելի է։ Բայց ընդդիմությունը խաղում է իր դերը, խոսքը Հայաստան դաշինքի մասին է, խաղում է իր դերը անգամ հիմա, կալանավորեցին Սամվել Կարապետյանին, դե լավ գնացին ցույց արեցին, մի քիչ կանգնեցին, մի քիչ բողոքեցին, մի քիչ դժգոհեցին, ինչ անենք, Նիկոլին էլ դա է պետք որ լինի մեկը, որ այսպես ասած դժգոհի, բողոքի եւ այլ։ Ոչ, պետք է անցնել կտրուկ գործողությունների իհարկե եսի նկատի ունեմ սահմանադրական ճանապարհի վերաբերյալ, ինչ է դա ենթադրում։ Առաջին մի տարբերակ դա impeachment-ն է, երկրորդ տարբերակ դա մանդատների վայր դնելն է եւ հրաժարվել այդ խորհրդարանում ընդհանրապես որևէ գործողություններից։ Այդ դեպքում այս երկու ծրագրերի շուրջ կարելի է հավաքել ժողովրդին, կարելի է միավորել ընդդիմությանը եւ նախապատրաստվել հերթական ընտրությունների, որովհետեւ չեմ կարծում, որ արտահերթ ընտրություններում հնարավոր կլինի փոխել իրավիճակը, բայց հերթական ընտրություններին մնացել է 1 տարուց էլ ավելի քիչ ժամանակ եւ հասկանալի է, որ դրան նախապատրաստվել է պետք այսօրվանից։ Եթե նույն բանը անեն, ոնց որ անցյալ անգամները, այսինքն կա Նիկոլ եւ կա Քոչարյանի թիմը, որը զբաղեցնում է, այսպես ասած, ընդդիմադիր նիշան եւ հետո 5 տարի իրար հետ ապրում են, այսպես ասած, մեկ հաշտ, մեկ խաղաղ, մեկ ոչ խաղաղ, մեկ իրար վիրավորելով, մեկ իրար անպատվելով, բայց ապրում են եւ գործընթացը գնում է, այսպես ասած, ինչպես կասեի բոլոր այն երկրներում, որոնք ունեն այսպիսի համակարգ, հա, ժողովրդավարական են անվանում, թե ինչ են անվանում, բայց չէ որ մեր սահմանադրությունը ամեն օր ոտնահարվում է։
Բայց չէ որ մեր ազգային արժանապատվությունը ոտնահարում է։ Բայց չէ որ եկեղեցու դեմ գնալը Նիկոլի կողմից այսպիսի լկտի պահվածքը եկեղեցու հանդեպ դա սահմանադրության առնվազն մի քանի հոդվածի ոտնահարում է։ Այսինքն ձեզ դա սահմանադրական կարգի տապալման փորձ էր։ Սահմանադրական կարգը Հայաստանում տապալվել է 2018 թվականի ապրիլ-մայիսին, երբ որ Նիկոլը գրավեց իշխանություն ապօրինի ձևով, որտեղ ընտրվել էր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ համաժողովրդական շարժում էր, հա։ Ուրեմն այս համաժողովրդական շարժումը, գիտեք ինչ, ժողովուրդը բաղկացած է 3 միլիոն մարդուց։ Այդ 3 միլիոն մարդը փողոցում չէր։ 3 միլիոն մարդ չքվարկեց Նիկոլի օգտին։ Նիկոլը զորով, շանտաժով, սպառնալիքներով, ուժի կիրառմամբ հասավ նրան, որ օրինական իշխանությունները ստիպված եղան ուրեմն պաշտոնաթող լինել եւ նա զավթեց իշխանությունը։ Խաղաղ ոչ բռնի ցույցերով։ Ուրեմն եւ խաղաղ էր եւ ոչ խաղաղ էր։ Խաղաղ էր այնքանով, որ ցավոք սրտի նրանց դեմ չկիրառվեց պետական բաժիշ մեքենան։ Դրանով էր խաղաղ։ Այսինքն եթե սկսվեր կիրառվել, չգիտեմ ինչքանով խաղաղ կլներ կամ խաղաղ չէր լինի։ Բայց մյուս կողմից մենք տեսանք եւ եղան անգամ սպանություն եղավ այդ օրերին, այն մի սպանություն եղավ, անգամ ծեծ ու ջարդ եղավ, եւ հետո ոչ մի խաղաղ բան չկա, երբ որ Նիկոլը վերեր կանում ասում էր այն падգամավորները, որ եթե հանգարց չքվարկեին իմ օգտին, տուն չէին հասնի։ Կամ իմ տան վրա ես երկրի падգամավոր էի, օրինական ընտրված։ Իմ տան վրա հարձակում ա եղել։ Հասցեները նշում էին, ասում էին, որ այս падգամավորը այստեղ է։ Այո, իմ տան վրա, կրկնում եմ, իմ տան վրա եղել է հարձակում։ Հիմա այդ խաղաղ եղավ, այդ դրա խաղաղությունը ո՞րն է։ Եթե իմ տան վրա, իմ ընտանիքի վրա եղավ հարձակում, հասկանում եք, ոչ մի խաղաղ բան չկար։ Ինչ տեսակի հարձակման մասին։ Մի քանի թափթփուկներ, մի քանի տասնյակ թափթփուկներ հարձակվել էին տանս վրա, դուրս ջարդում էին, մուտքի պատերին գրում էին ուրեմն սպառնալիքներ, բակում գրում էին, գոռում էին սպառնալիքներ եւ այլ, հասկանում եք։ Դա եղավ ուրեմն այն պայմաններում, երբ որ փորձում էին բոլոր падգամավորներին վախեցնել կյանքի սպառնալիքի վտանգի տակ, դուք հիշում եք դագաղներ էին տանում, դուք հիշում եք թե ինչպիսի բացահայտ սպառնալիքներ անձամբ Նիկոլի կողմից վերցրեք նրա ձայնագրությունները, երբ որ նա ասում է, եթե падգամավորները ինձ չընտրեին, ապա նրանցից ոչ ոք տուն չէ վերադառնա։ Ես անձամբ չեմ ընտրել, 2 անգամ քվեարկել եմ դեմ, իմ տան վրա դրա պատճառով եղավ հարձակում, բարեբախտաբար առանց զոհերի, բայց հարձակումը եղավ եւ ոչ մի քրեական գործ չառուցվեց։ Մայիսի 1-ին եւ մայիսի 8-ին 2 անգամ քվեարկություն եղավ, այո, մայիսի 1-ի իմ քվեարկությունից հետո բացասական Նիկոլին դեմ։ Ես 2 անգամ էլ դեմ եմ քվեարկել Նիկոլին։ Եվ պարզ ճակատով կարող եմ նայել իմ ժողովրդին եւ իմ երկրին։ Ով որ քվեարկել է կողմ, թող նրանք պատասխան տան։ Ով որ գնացել է հետո Նիկոլի հետ համաձայնությամբ, թող նրանք պատասխան տան։ Ով որ Նիկոլի ձեռքն է սեղմել, թող նրանք պատասխան տան։ Ես դեմ եմ քվեարկել 2 անգամ, բացահայտ, եւ խոսացել եմ դեմ։ Եվ միջև հիմա ես 7 տարի ընթացքում ամեն օր դեմ եմ խոսում։ Ոնց է ձեզ անարգանքի 50-ին չեն գամել այդ քվեարկության համար։ Ես հիշում եմ Աղվան Վարդանյանի դեպքը, որ դեմ քվեարկեց, բայց ձեր դեպքը չէի հիշում, որ դուք եք այդ վերջի քվեարկությանը դեմ քվեարկել։ Բարեբախտաբար բոլոր փաստաթղթերը կան, ինտերնետը պահում է ամեն ինչ եւ կարող եք մտնել քվեարկությունները նայել։ Ոչ միայն ես, 55 падգամավոր դեմ են քվեարկել 2 անգամ։ Ոչ միայն ես։ Աղվան Վարդանյանը նույնպես, բայց Աղվան Վարդանյանը դաշնակցությունից հեռացվեց դրանից հետո։ Իսկ Սյունին գամելու չգամելու, ուրեմն այսօր ես եմ գամում Սյունին, ոչ թե այսօր արդեն Չակերտների չէ իհարկե։ 7 տարիներ շարունակ Սյունին եմ, անարգանքի Սյունին եմ գամում նրանց, ովքեր գնացին Նիկոլի կողմից, քվեարկեցին, ովքեր շամպայն էին խմում փողոցում, ովքեր փագում էին փողոցեն Նիկոլի համար, ովքեր Նիկոլի համար զավթում էին ազգային ժողովը, իրականում զավթված է եղել ազգային ժողովը, երբ որ Նիկոլը եկավ եւ ուրեմն ջարդեցին դարպասները բացել տվեց ուժի սպառնալիքի ներքո, դարպասները բացել տվեց եւ ամբողը գազազած ամբողը լցվեց ազգային ժողովի տարածք։ Գազազած ամբողը 18 թվականի հոկտեմբերի մի քանի անգամ է դա եղել, հասկանում եք, եւ
Դրանից հետո Նիկոլը խոսում է ինչ-որ արդար ընտրություն, խաղաղ իշխանափոխություն եւ այլն, չի եղել նման բան, չի եղել։ Եվ այդ բոլոր բաների համար նա պատասխան է տալու, բայց դա Նիկո, որ իշխանությունը զավթված է, կարևորը այն է, թե զավթելուց հետո ինչ արեցին եւ ինչ են անում այսօր։ Եվ այս պայմաններում գնալ Նիկոլի հետ համագործակցել, իսկ ընդդիմությունը համագործակցում է Նիկոլի հետ այնքանով, որ մնում է այդ նույն խորհրդարանը։ Ապօրինի զավթած, ապօրինի ձևավորված խորհրդարանը։ Ուրեմն կամ impeachment արեք, կամ դուք այնտեղ անելու բան չունեք։ Ուրիշ բան չկա անելու։ Խորհրդարանում ընդդիմության մնալը ունի մեկ բացատրություն։ Անում են impeachment։ Եթե impeachment չեն անում, նշանակում է համագործակցում են Նիկոլի հետ։ Կամ պետք է դնեք մանդատները, կամ անեք impeachment։ Եթե ոչ են եկանում, դուք համագործակցում եք Նիկոլի հետ։ Վերջացավ։ Սամվել Կարապետյանի դեպքից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այս իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է։ Դե թողան են իշխանափոխություն։ Հայտարարելը գիտեք ինչ։ Հայտարարելը ինչպես է նա պատկերացնում, թող իրանից հարցրեք։ Ես ասում եմ ինչպես։ Ես ասում կամ impeachment, կամ մանդատներդ վայր դրեք, դուրս եկեք ժողովրդի հետ մեկ ճակատ ստեղծեք բոլոր նրանք, ովքեր դեմ են Նիկոլին, եւ ուրեմն նոր ընտրություններ կամ արտահերթ կամ հերթական նոր ընտրություններում ուրեմն հաղթենք Նիկոլին, վերջացնենք այս պատմությունը։ Սա այս իմ տարբերակը սա, եթե Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ երրորդ տարբերակ ունի, չորրորդ տարբերակ ունի, նախ 5 տարի ինչով էին զբաղված այդ ազգային ժողովում։ 5 տարի այնտեղ այսպես գլխավոր ընդդիմության դերում են, ինչ են արել։ Բացի նրանից, որ ինչ-որ ասել են, չգիտեմ, ապուշ, նրանք էլ ասել են ավելի վատ բաներ իրանց։ Ահա ինչ։ Ումա պետք է։ Դա մենակ երկրի վարկանիշի խայտարակության ուրեմն ցուցանիշն է։ Երկրի վարկանիշը իջնում է, խայտարակվում ենք ամբողջ աշխարհով եւ այլ եւ այլ։ Ինչ են արել 5 տարի։ Այդ նորեն հասկացել, որ միակ լուծումը իշխանափոխությունն է։ Բայց եթե հասկացել են, ինչ են անում։ Գնում են ստեղ այնտեղ կանում են բողոքում են, կամ ասում են մենք համաձայն չենք, կամ չգիտեմ, սուր ելույթներ են ունենում, ումա պետք է այդ ելույթները։ Այդ ելույթների ժամանակը վաղուց անցել է։ Այսօր խոսքերը ոչ մեկին խոսքերով ոչ մեկին ոչ մի բան չես ասա։ Գործողությունը ասեցի, արեք impeachment, չեք կարող անել impeachment։ Մանդատներդ վայր դրեք։ Պարոն Բաբախանյան, բայց Հայաստան խմբակցության պատգամավորները պնդում են, որ մանդատները վայր դնելով սահմանադրական ճգնաժամ չի առաջանում։ Նման բան չկա։ Ուրեմն նախ դա արդարացում է, մանդատը պահելու համար դա հորինված արդարացում է։ Ոնց կարող է ամբողջ ընդդիմությունը մի օրվա մեջ մանդատները վայր դնել եւ սահմանադրական ճգնաժամ չառաջանալ։ Իսկ ինչ է առաջանում այդ դեպքում։ Եվ սահմանադրական ճգնաժամ է առաջանում, եւ քաղաքական ճգնաժամ է առաջանում։ Հասկանում եք, կատաստրոֆիկ բան է տեղ ունենում։ Դա քաղաքական երկրաշարժ է երկրում, քաղաքական երկրաշարժ։ Դա քաղաքական մեծ ճակ է տալիս։ Հա։ Բա որ գնացել եք ընդ նստել եք բանը, բյուջե քննարկում, օրենքի նախագիծ եք քննարկում, մեկ-մեկ էլ իրար հայոյում եք։ Դրանից ինչ երկրում բանը փոխվում։ Բաց է զզվանքից, բաց է ժողովրդի վերջնական, ուրեմն իր իսկ երկրից հիասթափությունից ինչ որ բան է փոխվում։ Չի փոխվում, չէ՞։ Գործողություն է պետք անը։ Գործողությունները այս օրենքի սահմաններում գործողությունը այս երկուսն եմ ես տեսնում։ Եթե նրանք տեսնում են այլ գործողություններ, խնդրեմ, թող ասեն։ Բայց այդ հայտարարություններով օդը տատանելով էլ այլևս հարց չի լուծվում։ Պարոն Բաբախանյան, իշխանափոխության հարցը լայն իմաստով, բայց ինչու եք դժգոհում, չէ՞ որ սա է ժողովրդավարությունը։ Միշտ էլ այդպես է լինում։ Հիմա էլ կարող է 2-300 հազար մարդ հավաքվել եւ հասնեն իշխանափոխության, միևնույն է 3 միլիոն մարդ չի մոբիլիզացվի։ Եթե չէ, ապա փոխեք այս ժողովրդավարական իրավակարգը։ Ուրեմն իշխանությունը զավթված է եւ մենք հենց նոր դες հետ դրա մասին խոսացինք եւ ես ասում եմ, միայն այն փաստը, որ իմ տան վրա որպես падգամավոր եղել է հարցակում, դա բավարար է, որ համարել, որ այս իշխանությունը զավթել է այս իշխանավորները, ովքեր իրենց այսօր անվանում են իշխանավորներ, զավթել են Հայաստանում Հանրապետությունում իշխանությունը։ Սա մեկ։ Երկրորդը, գիտեք ինչ, այդ բանը մոլուցքը հավաքել, չգիտեմ, շատ տղա եւ գնալ ծեծել մյուս բակի տղաներին, այդ մոլուցքը դա իհարկե գալիս է դեռ 90-ականներին։ Գալիս է, չէ, դա գալիս է երևի շատ ավելի այն նախնադարյան մարդկանց, երբ որ ցեղերը կողքի գյուղերը իրար ցեղերը կռվում էին, թե ով պետք է ուրեմն արածացնի իր անասուններին այս կամ այն դաշտում։ Սա նորմալ չի։
Եվ ես այն ժամանակ էլ, երբ որ Նիկոլը կատարում էր ապօրինի հանցավոր իշխանապողություն Հայաստանում, իշխանազավթում, ասում է, դա դառնալու է սովորույթ։ Ով կարողացավ հավաքել 100,000 մարդ, գնալու է մյուսին փոխի։ Կա ընտրություն հասկացողություն եւ նորմալ ժողովրդավարական զարգացած ազգերի մոտ իշխանապողությունը լինում է ընտրություններում։ Այն վայրենիների մոտ լինում է այսպես, ով շատ տղա հավաքեց, գնում է նրան մյուսին գցում է։ Հիմա կա ընտրության հնարավորություն, արտահերթ, հերթական եւ այլ։ Սրան է պետք նախապատրաստել։ Ես գտնում եմ, որ ճիշտ ճանապարհը դա է։ Եվ չի ասի, որ մենք շատ ժամանակ ունենք, ասում են, հո, դեռ մի տարի, իսկ ոնց անցավ թռավ այս 7 տարիները, երբ որ սրանք զավթեցին իշխանությունը, անցավ թռավ չէ։ Եվ այդ 7 տարիների մեջ մենք ունեցանք ահռելի կորուստներ։ Հիմա այս մնացել է մի տարուց էլ քիչ, պետք է նախապատրաստվել։ Ինչպես ես ասացի ճանապարհը, ի վերջո մենք ստեղծել ենք մեր շարժումը մի քանի կուսակցություններով, երևի տեղյակ եք, ուժեղ Հայաստան ու Ռուսաստանի հետ հանուն նոր միության։ Մենք առաջարկում ենք այս ճանապարհը։ Թող ժողովուրդը գա ընտրությունների ժամանակ տա ձայնը մեզ, մենք կտանենք մեր ժողովրդին մեր նշած ճանապարհով, այսինքն Ռուսաստանի հետ նոր միություն եւ այդտեղ այդ դաշտում լուծելու ենք եւ քաղաքական, եւ անվտանգային, եւ տնտեսական հարցերը Հայաստանի Հանրապետության։ Ուրիշները գուցե ուրիշ առաջարկ ունեն, բայց մինչև այդ բոլոր դեպքերում միավորվել Նիկոլի ընդդեմ դա շատ կարևոր է, որպեսզի ընտրություններում լինեն Նիկոլի կողմնակիցներ եւ երկու ընտրություն լինի, կողմես Նիկոլին, դեմես Նիկոլին։ Իսկ եթե նորից Ռոբերտ Քոչարյանը գնա առանձին իր թիմով, այն մյուսը իր թիմով, մի 30 էլ անկապ կուսակցություն է շարվեն, էլի է ցուցակում ընտրողը նայ ասի, ես սրանցից ոչ մեկին էլ ոչ հասկանում եմ, ոչ գիտեմ ովքեր են, ոչ է պատկերացնում եմ, իսկ հներին չեմ ուզում ձայն տամ, նորերն էլ չկան, մնում է Նիկոլը, էլի Նիկոլը կհաղթի, էլի կգնան 5 տարի, Նիկոլը կլինի իշխանություն, Ռոբերտ Քոչարյանը կլինի ընդդիմություն, ժամանակ առ ժամանակ իրար են կհայհոյեն, ժամանակ, չգիտեմ, վատ բառեր կասեն իրար մասին, հետո միասին կգնան գործուղումների, միասին կգնան սուրճ խմելու, կոնյակ խմելու, կքննարկեն ինչ օրենսդրական նախաձեռնություններ եւ այլ, այսինքն նույն գործողությունը կշարունակվի եւ մենք ունենանք եւս հերթական ահռելի գուցե անդառնալի կորուստներ եւ կկորցնենք վերջնականապես մեր երկիրը։ Ինչ փորձություններ են ըստ սպասվում առաջիկայում Հայաստանին։ Այն ինչ որ թելադրում է Էրդողանը եւ Ալիևը Նիկոլին։ Առաջինը նրանք պետք է ոչնչացնեն եկեղեցի, նա եւ իր թիմը եւ իրանց իհարկե աջակցությամբ պետք է ոչնչացնեն հայոց եկեղեցին։ Ինչու՞, ինչն է հայոց եկեղեցին մեր ազգի դեռևս այդպես ասած մնացած գլխավոր ինքնության առանցքն է։ Մեր ազգային ինքնությունը, եթե չկա Արցախ արդեն, եթե չկա երազանքը Արարատի մասին, եթե չկա երազանքը Արևմտյան Հայաստանի մասին, մեր ինքնության, այսպես ասած, վերջին պատվարը դա հայ առաքելական եկեղեցին է, որը մեր ինքնությունն է պահպանում։ Որից հետո հայ ազգի, այսպես ասած, մենտալիտետը, եթե դա էլ չլինի, ուրեմն ոչինչով չի տարբերվի ադրբեջանական, թուրքական ազգերի մենտալիտետից եւ ըստ էության երկրորդ քայլը, որը նախատեսվում է, այսինքն թուրքերի, ադրբեջանցիների վերադարձը 300,000 վերադարձ բնակության Հայաստանի Հանրապետություն, դա հաջորդ քայլն է, որից հետո կլինի ուծացումը, հայ ժողովուրդը այստեղից կփախնի, թուրքերը այստեղ կդառնան մեծամասնություն, ինչպես 250 տարի առաջ ադրբեջանցիները մեծամասնություն էին, թուրքեր, մուսուլմանները մեծամասնություն էին, եւ այսուհետ Հայաստանի պատմությունը կավարտվի։ Այդ ճանապարհը դա է, որով մեզ տանում են, դա մոտավորապես մի 30 տարվա ծրագիր է, 30 տարուց հետո մենք կարող է չունենանք Հայաստան։ Ընդհանրապես չունենանք Հայաստանի Հանրապետություն կամ լինի Հայաստան որպես աշխարհագրական մի տարածք։ Ինչպես օրինակ, չգիտեմ, Իրանի տարածքում կա իրանական Ադրբեջան աշխարհագրական, ոչ քաղաքական, մարզի անունը այսպես է։ Դա կլինի մի մարզ Հայաստան, որը կլինի մարզ, չգիտեմ, Ադրբեջանում կամ Թուրքիայում։ Դուք լավ նշեցիք, չկա երազանք Արարատի մասին,
Ես հիշում եմ 90-ականների ծերունդը եւ մինչ այդ դաստիարակվում էին երեխաները հենց այդ ոգով մեծ Հայաստանի, մեծ հայքի Արարատի մասին։ Հիմա ո՞րն է ձեզ հայ ժողովրդի երազանքը։ Մեր երազանքները ոտնակող արեց Նիկոլը։ Նիկոլը Ալիևի, Էրդողանի, գլոբալիստների, ֆրանսիական գլոբալիստների, անգլիական գլոբալիստների շարադրանքով ոտնակող արեց։ Մենք այսօր չգիտենք մենք ինչ երազանք ունենք։ Մեր երազանքը ո՞րն է։ Մենք ինչ ենք ուզում։ Գիտեք ինչ, մենք ինչու հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմը, որովհետև այդ երազանք ունենք։ Մենք ունենք Արարատի մասին երազանքը, մենք ունենք մեծ հայքի մասին երազանքը, մենք ունենք հողահավաք, ազգահավաք երազանքը։ Հա հիմա հայերը փախնում են իրենց երկրից։ Ոչ մեկի վեճը չի իրենց երկրի հետ կապված ինչ կլինի։ 5 տարի հետո, 10 տարի հետո ոչ մեկի վեճը չի։ Կարողանում են փախնում են, չեն կարողանում մնում են, փնփնթում են։ Բայց այսպես չես կարող երկիր պահել։ Ազգ, որը որ չունի երազանք, որը չունի իր երկրի հանդեպ իր տեսլականը, չի կարող իր երկիրը պահել։ Երկիրը վերջը դառնալու է շուն ու գելի բաժին։ Եվ այո, մենք հաղթեցինք, որովհետև սովետական Հայաստանը, այսինքն Հայաստանի երկրորդ հանրապետությունը, որը ես համարում եմ հայ ժողովրդի ոսկե դարը սովետական Հայաստանը, ուներ սովետական Հայաստանը ուներ երազանք, դա Արարատն էր, դա մեծ հայքն էր, դա Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր, դա Արցախի միավորումն էր, եւ դա իրականացավ ինչու, որովհետեւ մարդիկ այդ երազանքի համար գնացին կռվեցին։ Իսկ հիմա ինչ երազանք չկա։ Չկա երազանքը ոտնախկող է արվել։ Հիմա նույնիսկ կրոնն են ոտնակող անում, այսինքն մարդուն զրկում են երազանքից, ազգային պատկանելությունից, զրկում են ազգային հիշողությունից, զրկում են ազգային կրոնից, դա սովորական ուրեմն մանկուրտներ դաստիարակելու մի process է եւ գլոբալիստները դա էլ ուզում են, ամբողջ աշխարհը ուզում են որ ունենա մարդիկ չտարբերվեն կրոններով, չտարբերվեն իղձերով, չունենան սեփական պատկերացումներ եւ դառնան գործիքներ իրենց այդ ոսկե միլիարդի սպասարկման համար։ Բայց քանի որ միջև ոսկե միլիարդ հələ հասնելը կա թուրքական ծրագիր, Թուրանը թուրքական, այսպես ասած, իղձն է, թուրքական երազանքն է։ Եվ Նիկոլը այսօր գնացել է Էրդողանի մոտ, ասում է ես ուզում եմ ծառայեմ ձեր Թուրանին։ Ձեր Թուրանին ուզում եմ ծառայեմ, դա ձեր երազանքն է, ձեր գաղափարախոսությունն է, եւ ես ուզում եմ ծառայեմ ձեր թուրքական իղձերի համար։ Հունիսի 20-ի Թուրքիա կատարած այցի մասին եք խոսում։ Այո, այս է երեք Ձեր կարծիքով դա էր հիմնական այցի նպատակը։ Գիտեք ինչ, այցը իհարկե հիմնական նպատակը այն էր, որ ցույց տա իր հավատարմությունը Էրդողանի, որ նա հավատարիմ է։ Եվ երբ որ նա ասում է ես կողմնակից եմ Թուրանին, ասում է կամ կնպաստեմ Թուրանի զարգացման, նշանակում է նա ասում է ես կողմնակից եմ թուրքական երազանքի իրականացմանը։ Թուրքական երազանքը մեծ Թուրանն է, հա, նեո-օսմանականությունը կամ օսմանիզմի Պանթուրքիզմը, նեո-օսմանականությունը դա նեո-օսմանիզմ եւ նեո-պանթուրքիզմ միասին դառնում է ուրեմն այս Էրդողանի գաղափարը հենց դա է վերամիավորել բոլոր թուրանական, թուրքական պետությունները, օսմանական տարածքները եւ այլ։ Դա Էրդողանի գաղափարախոսությունն է, դա Գորժ Գայլերի գաղափարախոսությունն է եւ Նիկոլը գնացել է Գորժ Գայլերի գաղափարախոսության, ասել է ես կողմ եմ։ Այս է ամբողջ խնդրեմը եւ ոչ միայն խնդրեմը, դա նաեւ այն բացահայտումն է։ Ինչի համար Նիկոլը գնաց Թուրքիա եւ ինչ է անում Նիկոլը։ Այ Գորժ Գայլերի, այսինքն թուրքական ազգայնական նեոնացիստական գաղափարախոսության իրականացում։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ այսօր շարունակել Նիկոլի հետ գնալ, այսպես ասած, այնտեղ քվեարկել դեմ կողմ ձեռնպա, ինչքան էլ ուզում ես դեմ եղի, ինչքան էլ ուզում ես ձեռնպա եղի, միևնույն է դա ոչ մի նշանակություն չունի պրակտիկ քաղաքականության մեջ։ Խորհրդային միության մասին դուք խոսեցիք, տնտեսական մշակութային առումով միանշանակ համամիտ եմ, բայց չմոռանանք, որ Խորհրդային միությունը մեր ազգային հարցերում արդար չի վարվել։
հայ ժողովրդի հետ եւ դրա ժառանգությունը մենք տեսանք թե ինչ ծանր հետևանքներ ունեցավ Արցախը տվեցին Ադրբեջանին, Նախիջևանը, մյուսը այսինքն միանշանակ չէ պարոն Բաբուխանյան Այսինքն որ դուք ասում եք տվեցին մերներ տվեցին այսինքն կար Հայաստանի Հանրապետություն որի կազմում կար Նախիջևան կար Արցախ հա իհարկե մերն դուք պատմությունը ճիշտ չգիտեք 20 թվականին Ազգերի լիգայի որոշմամբ 1920 թվականին Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր 1920 թվականին Հայաստանից մնացել էր 9.5 քառակուսի կիլոմետր Մնացածը զավթված էր թուրքական բանակի կողմից այդ թվում Ալեքսանդրոպոլը Լենինականը զավթված էր թուրքական բանակի կողմից Հայաստանը կորցրել էր ամեն ինչ Բաց է մնացել էր Երևանը, մնացել էր Արարատյան դաշտավայրի մի մասը, որտեղ բոլշևիկները զինել էին թուրքերին եւ ոչ թե էին տվել Հայաստանի վրա։ Ոչ, որովհետեւ այն կառավարությունը, որին առաջարկվել էր Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, որին Ռուսաստանի կողմից առաջարկվել էր շատ լավ պայմաններով լինել Ռուսաստանի դաշնակիցը եւ թույլ տալ, որպեսզի ռուսական բանակը անցնի Հայաստանի տարածքով գնա դեպի Թուրքիա Հայաստանի իշխանությունները ենթարկվելով Անգլիային, հիմնականում Անգլիային, որի զորքը, ինչպես գիտեք, մտավ Նախիջևան, Նախիջևանից մտավ Շուշի, Շուշիից հասավ Բաքու եւ այդ ամենը նորից հանձնեց Ադրբեջանին, Անգլիայի զորքը 19 թվականին։ Եվ դուք ուրեմն պետք է նայեք, ինչ ունենք մենք այն պահին, երբ որ մենք հայտարարում ենք մեզ ուրեմն իբր թե անկախ պետություն 9.5 քառակուսի 9.5 հազար քառակուսի կիլոմետր եւ ուրեմն որի վրա հավաքված էր մոտավորապես 750,000 բնակչություն, որի կեսը սոված, հիվանդ, փախստականներ ցեղասպանությունից հետո Հետևաբար ուրեմն այդ 9.5 քառակուսի 1000 քառակուսի կիլոմետրը ինչպես դարավ 29000 քառակուսի ում շնորհիվ մենք ինչ որ մեկի հետ պատերազմեցինք թուրքերի հետ ազատագրեցինք Ոչ։ Մենք ինչ արեցինք։ Մենք Գարգին Նժդեի շնորհիվ, որը պահեց Զանգեզուրը։ Ուրեմն, գիտեք ինչ, այն որ Նժդեը որևէ ուզում է հերոսական էջերը գրել մեր պատմության մեջ, դա ոչ մեկ չի քննարկում։ Բայց պետք է ռեալիստ լիներ, հա։ Այսինքն 2-300 հոգով պահել հսկայական թուրքական բանակներ եւ լուծել հարցեր այսպես ասած կասեի համաշխարհային մակարդակի, որտեղ Զանգեզուրը դա համաշխարհային հարց է։ Զանգեզուր, ինչպես հիմա տեսնում եք, Զանգեզուրը համաշխարհային հարց է։ Այդ հարցի շուրջ բախվում են ռուսների, իրանացիների, թուրքերի, ամերիկացիների, եվրոպացիների շահերը։ Դե հիմա նույն ուժերը Հիմա որպեսզի մենք հասկանանք, որ Զանգեզուրը ոնց եղավ որ մնաց Հայաստանի, այո, Նժդեը մեծ ներդրում ունեցավ դրա մեջ, բայց պետք է ռեալիստ լինել, հա, պետք է ռեալիստ լինել։ Եթե չլներ Սովետական միության որոշումը, որ Զանգեզուրը մնում է Հայաստանին, Զանգեզուրը չէր մնա Հայաստանին։ Նա կանցներ Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը ասում է դա մեր տարածքն է։ Մենք ասում ենք մեր տարածքն է, վիճելու շատ բան կա մի խոսքով։ Ինչու է Ադրբեջանը ասում մեր տարածքն է, որովհետև ժամանակին, դուք գիտեք, պարսկական տիրապետության ժամանակ ադրբեջանական խանները այստեղ նստած են Երևանում, Երևանի բերդում։ Եվ ադրբեջանցիները կազմում են Հայաստանի բնակչության մեծամասնություն։ Չէ, դրանք ադրբեջանական խաներ չէին։ Ադրբեջանական ազգությամբ, ադրբեջանական ինքնությունների ժամանակ չկա, դրանք պարսկական վարչական Ուրեմն մենք նորից ուզում ենք տեսնել այն, ինչ որ մեզ ձեռ է տալիս։ Կար մինչև 1918 Ուրեմն ադրբեջանցիներ որպես այդպիսին, դա այն թուրքալեզու ազգերն են, ովքեր ունեն շիա կրոն, հա? Դրանք այդ ազգերը, նրանք եւ Պարսկաստանում կային, Ադրբեջանցի ինքնությունը Ստալինի որոշմամբ է 36 թվականին Կովկասյան թաթարի տեղը գրվում է ադրբեջանցի։ Մինչ այդ ադրբեջանցի ինքնություն ընդհանրապես չի եղել։ Ուրեմն նրանք իրենց անվանում էին նաեւ Ռուսաստանում նրանց անվանում էին թաթարներ Կովկասյան, Իրանում նրանց անվանում էին ադրբեջանցիներ։ Դրանք տարբեր են, դրանք տարբեր չեն, դրանք նույն ազգն են։ Ազերիներն են։ Այսօրվա ազերիները Իրանում եւ ազերիները Ադրբեջանում դա նույն ազգն է։ Շատ բան իրանագիտական բանի մեջ ենք մտնում, մեր իրանագետների բնդումն եմ ես ասում, որ Իրանի ազարիները դրանք թուրքացած իրանցիներն են, պարսիկներն են։ Եթե մենք ասում ենք, որ նույնն են, մենք ընդունում ենք, որ եղել է Ադրբեջան աշխարհագրական միավոր ներկայիս Ադրբեջանի տարածքում, որը չի եղել։ Տեսեք, ինչքան մենք փորձենք աչքներնս փակել
որ չգիտեմ, սկսենք ասել, որ չէ, նրանք ուրիշ ազգեր են, սրանք ազերի չեն, նրանք ազերի են եւ այլ եւ այլ, այդքան մենք կթերագնահատենք մեր թշնամուն, կթերագնահատենք։ Մեր թշնամին շատ հզոր է։ Մենք պետք է դա հասկանանք։ Եվ այն 30 միլիոն ադրբեջանցիները, ովքեր ապրում են Իրանում, ի վերջո դրանք այնպիսի նույն ադրբեջանցիներ են, ինչպես այն 10 միլիոնը, որը ապրում է Ադրբեջանի Հանրապետությունում կամ այն մի քանի միլիոնը, որ ապրում են Թուրքիայում։ Բայց այնպես չի, որ Իրանի ատրպատականցիները կամ ադրբեջանցիները ունեն նույն տեսլականը կամ նույն թշնամակը։ Մի մասը ունի, մի մասը չունի։ Ես համաձայն եմ, բայց խնդիրն այն է, եթե նրանց ասում ենք, որ այստեղ ադրբեջանցիներ են ապրել, մենք լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ներկայիս պահանջները Հայաստանի նկատմամբ։ Մենք ոչ թե լեգիտիմացնում ենք դրանք։ Մենք ասում ենք, որ ժողովուրդ, կար իրականություն 250 տարի առաջ մեր տարածքներում, քանի որ եղել է մի քանի պատերազմ եւ հայ ժողովուրդը ստիպված լքել է իր պատմական տարածքները, մեծամասնությունը արդեն ապրում են մուսուլմաններ։ Եվ դա փաստ է, հասկանում եք, ուզում ենք մենք դա։ Մենք չենք ուզում, սիրում ենք այդ փաստը, չենք սիրում, ոգևորվում ենք, թե տխրում ենք, դա փաստ է։ Որից պետք է հասկանալ, որից հետո եկավ Ռուսաստանը եւ իրավիճակը փոխվեց 100 տարվա մեջ, այստեղ ապրում են արդեն 95%-ը հայեր։ Հայեր, հա։ Ում շնորհիվ, նորից եմ կրկնում, մենք չենք պատերազմել, մենք չենք կռվել, մենք շնորհիվ նրա, որ Ռուսաստանի քաղաքականությունը հետևյալն էր։ Այստեղ ձևավորել հայկական հզոր պետություն։ Եվ այդ հզոր պետությունը ձևավորվեց։ Եթե Ռուսաստանը չուզենար, որ Զանգեզուրը, Սյունիքը լիներ Հայաստանի Հանրապետության կազմում, դա չէր լինի։ Եթե Սովետական միությունը չուզենար, որ Լեռնային Ղարաբաղը լիներ ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, դա չէր լինի ինքնավար մարզ։ Հասկանում եք։ Այդ մենք չենք գնահատում այն, ինչ որ մեզ համար անում են։ Եվ դա շատ վատ է։ Որտեւ արդյունքում մենք ստանում ենք այն, ինչ որ ստացանք հիմա։ Լեռնային Ղարաբաղը ոչ հանրապետություն է, ոչ մարզ է, ոչ մի բան է։ Զրո տարածք։ Դատարկ, կորած, առանց մեկ հոգի հայ։ Այ երբ որ մենք սկսենք հասկանալ ինչ են մեզ համար արել ուրիշները, լավ թե վատ, այդ թվում լավ։ Իսկ սովետական միության ժամանակ ասում եմ, մենք սովետական ժամանակ, սովետական միությունը, երբ որ սովետական կարգերը, երբ որ Հայաստանում ձևավորվում էին 20 թվականին, մենք ունենք 9.500 քառակուսի կիլոմետր։ Ձևավորվելուց հետո մենք ստացանք 29.000 քառակուսի կիլոմետր։ Կարսը, Սուրմալուն, Արդահանը, Մենք չստացանք, բայց ինչի պիտի ստանանք, նորից եմ ասում ձեզ։ Ինչ որ մեկը պետք է մեզ պարտավոր է բերել նվեր տալ։ Մենք չկռվեցինք Կարսի համար։ Կարսը գիտեք ոնց հանձնվեց։ Կարսը հանձնվեց, երբ որ հայկական զորքը վերցեց ու փախավ։ Թողեց թնդանոթները, թողեց ամբողջ զենքը, զորքը, Կարսը անառիկ բերդ էր, բայց հայկական զորքը փախավ։ Հիմա մենք ուզում ենք, որ հայկական զորքը փախնի, իսկ ինչ որ մեկը ռուսական, անգլիական, վրացական, ֆրանսիական զորքը գա ազատագրի եւ ասի ապրեք 2023 թվականին ռուս Արցախից որ զորքերը դուրս եկան։ Այո։ Ինչ։ Ով լքեց Արցախը, ով թողեց։ Հայաստան։ Հայաստանը։ Այս մարդը։ Ռուս խաղապահները։ Այս մարդը լքեց։ Այս մարդը գնաց, ասեց. «Ես ճանաչում եմ, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, Արցախը Ադրբեջանի մաս է»։ Վերջ։ Դրանից հետո ուրեմն այնտեղ ապրող մարդիկ կամ պետք է իր ասելով, կամ պետք է ընդունեն Ադրբեջանի անձնագիրը, դնեն գրպանը եւ ասեն վերջացավ։ Մենք ընդունում ենք Ադրբեջանի գերիշխանությունը։ Կամ պետք է թողնի դուրս գա։ Դու պատկերացնում եք օրինակ Հայաստանի ինչ ասեմ, օրինակ Արարատի շրջանում որոշեն, որ մենք չենք ընդունում Հայաստանի, ինչ որ մարդիկ գան, ասեն մենք չենք ընդունում Հայաստանի Հանրապետության գերիշխանությունը այդ տարածքի վրա։ Ոնց։ Ոնց կարող է բան լինի։ Դուք հասկանում եք, որ չի կարող լինել այդպես, որ Հայաստանի Հանրապետությունը ասի, որ վերջ, ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի մասը, պետք է ապրի Ադրբեջանի օրենքներով եւ այլն։ Եվ Ադրբեջանը ասի դե լավ, քանի որ այնտեղ մարդիկ չեն ուզում, դե լավ, որ չեն ուզում, թող չապրեն։ Չի կարող այդպեսի բան լինել։ Դրա համար Ադրբեջանը ասեց վերջացավ, ձեր ղեկավարը, հայերի ղեկավարը ասեց, որ սա մեր տարածքն է։ Այսինքն այդտեղ ապրող մարդիկ, անկախ նրանից ազգությամբ հայ են, ռուս են, վրաց են, ադրբեջանցի են, պետք է ունենան Ադրբեջանի քաղաքացիություն եւ պետք է ունենան ենթարկվեն Ադրբեջանի ոստիկանություն, տեղական իշխանությունների, ասենք ինչ որ գուբերնատորստվա, չգիտեմ ինչ արնելու եւ այլն, պետք է ենթարկվեն Ադրբեջանին։ Մարդիկ ասեցին, չէ, մենք չենք ենթարկում Ադրբեջանին։ Այսինքն ինչ են անում այդ դեպքում։
Հիմա ռուսներից մեկ ինչ եք ուզում։ Ուզում ենք որ մենք մեր տեղը կռվեն, այդ ես լավ չեմ հասկանում։ Մենք ուզում ենք որ ռուսները մեր տեղը ասեն որ Արցախ Ադրբեջան չի, բայց այս մարդը ասում է այդպես է եւ մնում է իշխանության եւ վերընտրվում է Փաշինյանի հայտարարությունը անվիճելի է իհարկե այդ մեղքի բաժինը, բայց չէ որ ռուս խաղապանները ունեին պարտավորություն 5 տարվա որպեսզի մարդ չսպանվի չսպանվեց, չէ, նախ հայերի խաղաղ գոյությունը պետք է պահպանվեր 5 տարվա մանդատ ունեն։ Այո, ասեցին հայեր, ռուսներ, վրացիներ, ով ստեղ ապրում է։ Վերցրեք Ադրբեջանի քաղաքացիություն, խաղաղ ապրեք։ Մարդիկ ասում են չենք ուզում։ Դե որ չեք ուզում, պիտի գնաք, չէ։ Բայց այդպես այդ հնարավորությունն էլ կար։ Չէ, մի քանի անգամ Ադրբեջանը ասում էր. «Ձեր ղեկավարությունը, այս մարդը ասել է, որ սա մեր տարածքն է։ Այլևս սա վիճելու բան չի, սա մեր տարածքն է, ինչպես Հայաստանի, ասենք չգիտեմ, ցանկը Արթիկի շրջանը, հա։ Ոնց կարող է Արթիկի շրջանում լինեի ոչ Երևանից նշանակված ոստիկանապետ, ոչ Երևանից նշանակված ԱԱՑ-ի պետ, ոչ Երևանից նշանակված, չգիտեմ, մարզպետ, ոնց կարող է այդպիսի բան լինել։ Պատկերացնում եք այդպիսի բան։ Չի կարող չէ այդպիսի լինել։ Աշխարհում ոչ մի պետություն չի համաձայնվի դրան։ Եթե նա չասեր դա, եթե նա մնար 20 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրի շրջանակներում 9-ի համաձայնագրի շրջանակներում, որտեղ Արցախը նշված էր որպես ինքնուրույն քաղաքական միավոր, իհարկե նման բան չէր կարող լինել։ Բայց մարդը ասեց, հանձնում եմ, տալիս եմ, որտեղ ասեց Ֆրանսիայի եւ Եվրոպայի ճնշման տակ, չէ։ Գնաց Եվրոպա այնտեղ ասեց, չէ։ Իրանց ներկայությամբ, իրանց ճնշման տակ։ Խոմ Մոսկվայում չասեց այդ բանը։ Ոչ։ Նա գնաց Եվրոպա ասեց, չէ, Պրագայում չէ, առաջին ասեց։ Դե բա հետո Բրյուսելում։ Հետո կրկնեց Բրյուսել, հետո կրկնեց Իսպանիայում, հետո եւ այլն, մինչեւ որս կրկնում է։ Եվ մի քանի օր առաջ հայտարարեց, լսել եք այդ հայտարարությունը, որ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը ինքը եղել է Ֆորպոստի վարչապետ եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ է 2022 թվականի հոկտեմբերի 6-ը։ Այսինքն նա համարում է, որ մինչև այդ, երբ որ Հայաստանը միավորված Հայաստան էր, եւ Արցախ Հայաստանի կազմում էր, կամ ինքնուրույն իբր թե պետություն էր, դա էլ մի առանձին դեբիլություն է, լավ, թողենք դա։ Երբ որ Արցախը, այսպես ասած, Հայաստանի աշխարհի մեջ էր, նա համարում էր դա ֆորպոստ։ Հենց որ Արցախը տվեց, համարում է որ նա անկախ։ Այսինքն, երբ որ նա Թուրքիայի տիրապետության տակ անցավ, իր նպատակը Թուրքիայի տակ ամբողջ Հայաստանը ներգրավելն է։ Իր նպատակը դա է։ Հիմա Հայաստանը երկու ճանապարհ ունի, կամ Թուրքիայի մաս է լինելու, կամ լինելու Ռուսաստանի հետ։ Էլի նույն խնդրի առաջ են գալիս կանգնում։ Բա ինչ եք ուզում, մենք ինչ որ ատոմային զենք ենք ստեղծել, որպեսզի ասենք մենք ատոմային երկիր ենք, միջուկային զենք ունենք, մեր հետ չեք կարող այդպես խոսակ, թե ինչ ենք արել։ Թե այնքան ենք ուժեղացել Իսրայելի նման, որ կարող ենք, չգիտեմ, աշխարհի ուժեղների հետ ոտ գցել։ Իհարկե նույն բանի տակ են գալիս։ Բա բնակչությունը ընդամենը 30 տարվա մեջ կիսվեց Հայաստանի Հանրապետությունում։ 90 թվականին Սովետից դուրս գալուց 4 միլիոն ենք, հիմա 2 միլիոն ենք։ Բա ինչ ուժեղացել ենք, հզորացել ենք, կամ թուրքերը կործանվել են։ Թուրքերը հզորացել են, Ադրբեջանը հզորացել է, մենք թուլացել ենք։ Բա պարզ չի որ նույն երկընտրանքի տակ ենք։ Եվ եթե մենք չենք հասկանում, որ երկընտրանքի առաջ ենք, ապա մենք կորցնենք այն ինչ որ ունենք։ Ինչպես կորցեցինք Արցախը։ Կորցեցինք, որովհետև ոչ մի մարդ չէր ուզում իր արժև տեսնել իրականությունը։ Իրականությունը ո՞րն է։ Իրականությունը այն է, որ կամ Արցախը Հայաստանի հետ միասին պետք է լինի Ռուսաստանի ամենասերտ դաշնակիցը։ Դե դրան բայց ով է դեմ։ Դաշնակցությանը ով է։ Չգիտեմ ով է դեմ, Նիկոլը դեմ է։ Բայց ոչ Նիկոլի հետևորդները դեմ են։ Նիկոլի այդ կրոնի այդ նիկոլական կրոնի կողմնակիցները դեմ են։ Ոնց ով է դեմ է։ Ես մարդն դեմ։ Ոնց են դեմ լինում։ Հենց այդպես էլ դեմ են լինում։ Բայց ոչ ինքնիշխանությունը զոհաբերելուն անկախություն։ Ինչ դա շարունակում ինքնիշխանություն։ Օրինակ մենք այսօր ինքնիշխան ենք։ Մեր հայկական եկեղեցին այս այդ խաչերը կտրելու են կիսալուսին դնեն։ Մենք հիմա ինքնիշխան ենք։ Ֆորմալ առումով այո։ Մենք ֆորմալ առումով միշտ էլ ինքնիշխան ենք։ Սովետական Հայաստանը ֆորմալ առումով ինքնիշխան պետություն էր։ Եվ էության մեջ շատ ավելի ինքնիշխան էր, քան այսօրվա Հայաստանը։ Որտեղ սովետական Հայաստանում ոչ մեկ չէր ասում կաթողիկոսին պետք է հանել,
տեղը նստածնել, չգիտեմ ուրիշին, տենց բան չի, ոչ մի ցեկայի քարտուղար չի ասել այդպիսի բան, հասկանում եք։ Չի ասել Հայաստանում ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է գնալ կաթողիկոսին հանել, ասել պետք է դուրս գաս, Պողոսը գա նստի տեղը։ Ինչ է կարծում։ Չի ասել, որ Արարատը չի կարելի նկարել Հայաստանի գերբի վրա։ Հայաստանի գերբի վրա Արարատներ։ Եվ Թուրքիայի արգոստանախարարությունը այն ժամանակ էլ բողոքի նոտ այր հղե։ Ինչքան ուզում եք հղեք, բայց սովետական միությունը պատասխան։ Հա, որովհետև դու ուժեղ պետության կազմում էիր։ Ուժեղ պետության կազմում դու ուժեղ էիր։ Դու ուզում էիր քո գերբի վրա նկարել Արարատը, որպես իղծ, որպես նպատակ։ Դու նկարում էիր Արարատը։ Այսօր քեզ տաշուբ են։ Խնդում են։ Ստորացնում են։ Էս է ինքնիշխանությունը։ Ես չեմ ուզում sense ինքնիշխանություն։ Չեմ ուզում ինքնիշխանություն, երբ որ Ալիևը կանգնի ասի դուք sense պետք է անեք սահմանությունը sense դի գրեք։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան։ Արցախը իմն է, Սյունիքը իմն է, ընդհանրապես դուք չեմ ուզում այդպես ինքնիշխանություն, հասկանու՞մ եք, չեմ ուզում, ես չեմ ուզում ստորացված, ես ուզում եմ լինել հզոր պետության քաղաքացի։ Ինչպես ես եղել եմ օրինակ սովետական միության քաղաքացի, ես հզորագույն աշխարհի հզորագույն պետության քաղաքացի, հզորագույն ման էի գալիս, հզորագույն նայում եմ աշխարհին եւ գիտեի, որ իմ երկիրը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված է, ոչ մեկ աշխարհում Ալիև, Էրդողան, ով ուզում ա լինի, չի կարող գա ինձ ասի, գիտես ինչ, սահմանությունը ցած կգրես։ Չի կարող այդպեսի բան լինի։ Ու չի կարող լինի, որ ասեն, գիտես, եթե հանգարց քեզ մի քիչ վատ պայես, ես զորքը կմսեմ, քեզ կգրավեմ։ Ես չեմ ուզում այդպիսի ինքնիշխանություն։ Եկեք կառուցենք հզոր Հայաստան։ Ինքնիշխանություն։ Դա ինքնիշխանություն չի։ Ինքնիշխանությունը այն էր, երբ որ մենք ինքներս ենք որոշում, մեր եկեղեցին ոնց զարգանա։ Երբ որ մենք տպագրում ենք միլիոնավոր գրքեր հայոց պատմության մասին եւ հպարտանում ենք այդ պատմությամբ։ Երբ որ մենք կառուցեցինք ցեղասպանության հուշակոթող եւ գնում ենք այդտեղ, որպեսզի հիշենք արևմտյան Հայաստանը։ Դա է ինքնիշխանություն։ Սա ինքնիշխանություն չի, երբ որ այսպիսի մարդիկ մարդ ասածը լավ շատ կլինի, բայց դե ասում են, որ այդ բանը պատմական այդ ցեղասպանությունը, այդ չգիտեմ ինչ մոռացած բանը կասկածի տակ են առնում եւ դա վերջին մի քանի տարիների մասին է 91 թվականին հռչակված Հայաստանը ինքնիշխան անկախ չէ 91 թվականի հռչակած Հայաստանի հռչակողներից մեկը ես եղել եմ Հայաստանի անկախության հռչակագրի այդ հեղինակային խմբից մեկը բայց այն ինչ որ մենք հռչակագիրը գրեցինք ինչ արեցին հիմա այդ հռչակագիրը ճղեկցել են թափել են հռչակագրից բան չի մնացել եւ սրանք կանգնած ասում են հռչակագիրը պետք է ոչնչացնել պետք է ասում են հռչակագրից հրաժարվել հռչակագիրը իրենց խանգարում է ինչ ասես հռչակագրին ասում են անկախության հռչակագիրը կրկնում եմ մենք չկարողացանք դարձնել Հայաստանի Հանրապետության իրականություն մենք գնում ենք այդ ճանապարհով բայց 18 թվականին մեզ ոչնչացրեցին անկախության հռչակագիրը հույսը անկախության հռչակագիրը դարձնելու իրականություն հասկանում եք հա եւ կա ի վերջո ցանկացած պատմական փուլում ազգը պետք է կողմնորոշված լինի այս փուլում մեր ուժերը այսքան են մեր ճշնամիները այսքան են մեր բարեկամները այստեղ են ինչ ենք անում միայն խոսալ լոզունգներով միայն ճղել վրենք շորերս ես հայրենասեր եմ բերեց Արցախի կորստին լոզունգները երբ որ նրանք կտրված են իրականությունից, բերում են կործանման։ Շատ լավ, ամփոփենք մեր զրույցը։ Ինչ է կարծում Սամվել Կարապետյանի հայտարարությանը հայտնի եկեղեցի պաշտպանության։ Ինչու Նիկոլ Փաշինյանը այդպես կտրուկ արձագանքեց եւ ով կարող է ընդհանրապես այսօր մարտահրավեր նետել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի մարտահրավեր կարող է նետել միայն մեր ազգը միասնական լինելու պարագայում։ Այսինքն մարտահրավեր նետել պետք է ցանկացած հայ, անկախ նրանից ով է, որտեղ է, ինչ է անում, պետք է միանա այդ մարտահրավեր մտքին, գաղափարին եւ ծրագրին։ Այո, դրա քաղաքական իրականացում մենք սկզբից մեր զրույցի ժամանակ ասացինք։ Դա ընդդիմություն է, կամ անցկացնում է իմպիչմենտ, կամ դուրս է գալիս խորհրդարանից եւ իր շուրջ միավորում է բոլոր նրանց, ովքեր դեմ են սրանց։ Բոլոր նրանց։ Սա մի տարբերակ, իսկ ինչ վերաբերում է ինչու այդքան կտրուկ արձագանքեց, Նիկոլը հասկանում է, որ իր վերջը մոտ է։ Նա հասկանում է, որ նա մտել է եկեղեցու դեմ կռվի, բայց եկեղեցին հայ ժողովուրդն է։ Հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը նույն բանն են։
չի կարող նա կռվել ամբողջ ժողովրդի դեմ անընդհատ։ Նա կարող է հաղթել ժողովրդի մի մասին, նա կարող է երկար ժամանակ հաղթել ժողովրդի ավելի մի փոքր մասին, նա կարող է վախեցնել մի փոքր, բայց անընդհատ կռվել իր ամբողջ ժողովրդի դեմ նա չի կարող։ Եվ Թուրքիայում, երբ որ նա գնաց, անգամ Թուրքիայում տեսավ պատրիարքարանի դուռը փակ, նա հասկացավ, որ իր ժողովուրդը անկախ նույնիսկ Թուրքիայում, որտեղ բնականաբար ավելի վախեցած են մարդիկ, բնականաբար թուրքական ազդեցությունը կա, բնականաբար հայերը այդտեղ տեսել են ցեղասպանություն իրենց սեփական աչքով, նա հասկացավ, որ անգամ այդտեղ նա չի կարող ընդունվել որևէ հայի կողմից։ Այդ ամբողջ մեր ժողականությունը պետք է լինի մեր կյանքի առօրյան։ Այսինքն հարևանը, երբ որ մեկին տեսնում է ԿՊ-ից, ասում է դու ԿՊ-ից ես, ես այլևս քո հետ գործ չունեմ։ Հա, ոչ հայոյի, ոչ հարցակվի, ոչ թե ուղղակի վերջ։ Դու այլ ես, ես այլ եմ։ Դու ուզում ես իմ եկեղեցին ինձանից խլել, դու ուզում ես իմ պատմական հիշողությունը ինձանից խլել, դու ուզում ես իմ Արցախը, արդեն ոչ թե ուզում ես, այլ տվել ես Թուրքին։ Ես քո հետ գործ չունեմ։ Սեղանի շուրջ նստում են, եթե կա ԿՊ-ական, պետք է հաց շուտել։ Ասել ներողություն, ես այստեղ չեմ ուզում հաց ուտել, ես գնամ։ Պետք չի հարցակվել, ճղել շորեր, շպրտել, կռվել, վիրավոր։ Ասում է, ոչ, ես ձեզ հետ չեմ կարող հաց ուտել, մի սեղանի շուրջ։ Հասկանում եք, այդ մեր ժողականության քաղաքականություն պետք է լինի։ Եվ դա պետք է լինի ամենուրեք։ Պատրիարքարանի դուրը փակ պահելը դա մեր ժողականության քաղաքականություն է։ Շատ ողջունելի, ոչ մեկ չգնաց, չսկսեց վիրավորել Նիկոլին, կռվել, ձվեր շպրտել վրան։ Պետք չի։ Փակ դուրը շատ ավելի բան է ասում։ Եվ այդ փակ դուրը պետք է լինի, ասում եք, եթե մարդ ծառայում է սրան, ուրեմն վերջ, դու այդ մարդու հետ չպետք է ոչ ընկերություն անես, ոչ հարազատություն անես, եւ դու ասում ես վերջ, դու ծառայում ես թուրքական իշխանությունների դերածոներին։ Ես այլևս որպես հայ չեմ կարող քո հետ որևէ շփում ունենալ։ Վերջացավ։ Սա մեր ժողովական քաղաքականությունն է, որ ամեն հայ պետք է այսօր իրականացնի։ Իսկ քաղաքական մակարդակում մենք արդեն ձեզ հետ խոսացինք, թե ինչ է պետք անել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում ենք Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Պապուխանյանի հետ։ Կհանդիպենք։